Civic-ում խնդրեմ ձեր հարցը։ Բարսես Պալմամիջանյան, վերջին շրջանում տեսնում ենք, որ հանրային հարթակ է դուրս եկել Ռոբերտ Քոչարյանի համակիների եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների եւ թիմակիցների միջև տարաձայնությունները։ Ռոբերտ Քոչարյանի թիմից նշում են, որ պատճառը սկսվել է Քոչարյանի ասուլիսից, միաժամանակ մեղադրում են ձեզ, որ Սերժ Սարգսյանին եւ նրա թիմին, որ 2008 թվականից սկսած այդ հակաքարոզը Քոչարյանի ուղղությամբ սկսվել է։ Պալմամիջան ինչպես կպատասխանեք, արդյոք Սերժ Սարգսյանն եւ նրա թիմակիցները 2008-ից հետո Քոչարյանի նկատմամբ այդ հակաքարոզը արել են իրոք եւ ինչու համար դա այդպես է եւ ձեր կարծիքով ինչու սկսվեց դա հանրային կերպով արտահայտվել, արդյոք Քոչարյանի ասուլիսներ պատճառը։ Ես այդ երկու հարցերին էլ բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ եւ ոչ միայն ես։ Հաշվի առնելով Civic-ի ես անցած անգամ էլ էիք նմանօրինակ մի հարց տվել ուրիշ թեմայով, մոտ նույն պատասխանն եք հիմա ստանալու։ Civic-ի այն հարթակը չի, որում ես կքննարկեմ այս կամ այն տարաձայնությունները այս կամ այն ընդդիմադիր ուժի հետ։ Եթե Civic-ի անհանգստանում է, որ մենք կշեղվենք Փաշինյանի ստերը եւ հակապետական գործունեությունը քննադատելուց կապված այս տարաձայնությունների հետ, ապա անհոգ եղեք, մեր մասնավորապես հանրապետականի ռեսուրսը առավել քան կբավարարի եւ այն գործընթացների համար, մանավանդ որ հանրապետականի համար առաջնահերթությունը իշխանապողությունն է ու Փաշինյանի ստերի մերկացումը։ Այնպես որ եթե հարցը պայմանավորված է նրանով, որ անհանգստանում եք, որ Փաշինյանին չենք անդրադառնա, մի անհանգստացեք։ Պալմամիջան, այդ մասին չէր հարցս, չեմ անհանգստանում, ուղղակի հարցնում եմ ինչից սկսվեց ու արդյոք Քոչարյանի ասուլիսներ պատճառը։ Դուք կարծում եք ես հարցը չէի հասկացել։ Ամեն դեպքում ուրիշ բան պատասխանեցի։ Ես պատասխանեցի այն, ինչ որ հարմար գտա։ Շատ լավ։ Հաջորդ հարցը Լիլիթ խնդրեմ։ Պարոն Մամիջանյան, Ալեն Սիմոնյանը իր վերջին ճեպազրույցում լրագրողների հետ ասաց, որ իշխանությունը քայլեր անում է գերիների ազատ արձակման հետ կապված, բայց պետք չի այնպիսի քայլեր անել, որ տեսանելի լինի, դա գուցե process-ին խանգարի։ Ըստ ձեզ իշխանությունը անտեսանելի քայլեր անում է, թե ոչ, կամ տեսանելի, եւ ընդհանրապես քայլեր անում է, եւ գուցե անում է, իսկ Ադրբեջանը չի բավարարում այդ քայլերը։ Մերսի։ Տեսեք, նախ այսօր առավոտյան Վարդանյանների ընտանիքի փաստաբանը, որը ըստ իր ներկայացրած տվյալների 20-ից ավել տարվա փորձ ունի նման գործընթացների, զարմանք էր արտահայտում, որ երբևէ չի տեսել մի երկրի կառավարություն, որը այսպես վարվի այս հարցում։ Սա ես մեջբերում եմ մասնագետի կարծիք, սա քաղաքական խոսույթ չի, սա մասնագիտական խոսույթ է։ Այսինքն, եթե կան մարդիկ, որոնք համարում են, որ ընդդիմությունն է միայն քննադատում, ոչ, միայն ընդդիմությունը չի, նաև մասնագետները, ընդ որում են մասնագետը, որ դրանով զբաղվում է սպային։ Դա առաջինն է, երկրորդ հնարավորությունը օգտագործելով մարդասիրական տեսանկյունից, պարոն Վարդանյանի առողջության տեսանկյունից, չգիտեմ կհասնի հորդորը թե չէ, բայց հայրենասեր հայերին պետք է որպեսզի պարոն Վարդանյանը ողջ առողջ վերադառնա Բաքվից։ Ուստի նորից եմ ասում, չգիտեմ կհասնի իրեն այս կոչը թե չէ, բայց ամեն դեպքում մարդասիրական տեսանկյունից լավ կլինի, որ պարոն Վարդանյանը իր առողջության տեսանկյունից դադարեցնի հացադուլը։ Ես հասկանում եմ, որ դա քանի որ պետությունը ոչինչ չի անում, պարոն Վարդանյանը Բաքվում գտնվելով ստիպված է այս պայքարի մեթոդը օգտագործել, բայց մեզ բոլորիս հայերիս անհրաժեշտ է, որպեսզի պարոն Վարդանյանը եւ մյուս քերի տղաները անվտանգ առողջ վերադառնան հայրենիք։ Սա մարդասիրության տեսանկյունից տեսանելի, անտեսանելի վնաս կտա այդ այնքան հին, այնքան պարզունակ քողարկումներ են անգործության, դրանց նույնիսկ անդրադառնալ իմաստ չեմ տեսնում։ Իրենք անդադար նշում են սկզբնական թիվը գերիների ու բերում են հիմիկվա թիվը, նախ ես ԿՊ-ական չեմ, ես մարդկանց
կյանքերը ստատիստիկ տվյալների չեն վերածում։ Փաշինյանն չէ ազգային ժողովի ամբիոնից ասել, որ այսքան զոհեր ունենք պլյուս մինուս այսքան։ Այդպես են իրանք մարդու կյանքին վերաբերում, ես այդպես ասել չեմ կարող։ Մեկ, երկրորդ, դե որ խոսում է նախորդ շրջանում գերիների վերադարձից, մի հատ էլ հիշեցնեմ։ Նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը 20 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Ադրբեջանը իր պահանջներից մեկն էր ականապատ տարածքների քարտեզները 9-ից սկսած ինքը կես տարի այդ քարտեզները չտվեց ու տվեց 21 թվականի արտահերթ ընտրություններից առաջ, որպեսզի օգտագործի դա որպես քաղաքական դիվիդենդ։ Այդ հենց եք գերի բերում։ Ինչ վերաբերվում է գնահատականներին գործողությունը արվում է թե չէ, առհասարակ ցանկացած գործողություն գնահատվում է արդյունքով։ Այդ մարդկանց տանջամահ են անում։ Եթե վարչապետի աթոռին նստածից չպիտի լինի պահանջը, բողումից պիտի լինի պահանջը, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ոնց ուզում են թող բերեն։ Դա իրանց խնդիրներն է։ Մենք ընդդիմությունը այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի, կիրառում է միջազգային կապեր, այդ թվում նաև ակցիաներ, այսինքն եղել են դեպքեր, երբ այդ հարցը ընդդիմության հանրապետականի կազմակերպված գործողությունների արդյունքում, երբ որ միջազգային հյուրեր ենք Հայաստանում ունենում, ոչ միայն իրենց հետ հանդիպման ժամանակ ենք դրա մասին խոսում, այլ նաև փողոցում ակցիա է դրա հետ կապված տեղի ունենում ավելի շատ լսելիություն ապահովելու համար։ Պես որ ամեն ինչը գնահատում են արդյունքով։ Ներկայացեք, խնդրեմ ձեր հարցը։ Գորյուն Սիմոնյան, Եվրոմեդիա 24, պարոն Մամիջանյան, ակնհայտ է, որ խորհրդարանական երկու խմբակցությունների միջև կա խզում։ Ես ուզում եմ հարցնել, ինչ է կարծում, դա հաղթահարվելու է եւ կրկին կոնսոլիդացիա լինելու է, որտեվ արդեն եղանակները տաքանում են եւ հնարավոր է, որ փողոցային պայքար լինի։ Ընդդիմությունը միասնաբար կկանգնի փողոցում։ Պարոն Սիմոնյան, նախ ես ձեր հարցի ձևակերպման հետ բացարձակ համաձայն չեմ։ Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա։ Բացարձակ չկա։ Դուլտուր նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, որոնք պարզվեց, որ այս 7 տարիա տիրաժավորում էին այն սուտը, այն ստերի կծիկը, որը ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին։ Պարզվեց, որ նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, ովքեր դա տիրաժավորում են։ Ու պարզվեց, որ այդ մարդկանցից մեկը նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է։ Ինչ վերաբերվում է փողոցային պայքարին, գիտեք, Հանրապետականը ունի մի սկզբունք։ Մենք մեր պարտականությունը հայ ժողովրդի առջև եւ ամենակարևորը ինքներս մեր առջև որպես Հայաստանում գրանցված առաջին հասարակաքաղաքական միավոր, որպես մի կուսակցություն, որը ղեկավարել են Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարկարյանը, Վազգեն Սարգսյանը, այժմ Սերժ Սարգսյանը, մենք պիտի արժանի լինենք մեր հիմնադիր հայրերին, որոնք ժամանակին անցել են խորհրդային բռնաճնշումների մամլիչի միջով, ունենալով մեկ գաղափար՝ անկախ հզոր հայրենիք Հայաստանի Հանրապետություն եւ անկախ եւ անվտանգ Արցախ։ Մենք դրա համար կանենք ամեն ինչ։ Թե այդ ընթացքում մեզ ով կօգնի, իսկ ով կխանգարի, իրենց կդատի պատմությունը։